Պարոն Հովհաննիսյան, տևական ժամանակ է տեսնում ենք այս process-ը, ինչպես վարչապետն է ասում, եկեղեցու նորոգման process-ը, մենք արդեն տեսնում ենք, որ եկեղեցու ներսում ընդվզում կա եւ եպիսկոպոսների մակարդակում հայտնի հայտարարությունը, որ Գարեգին պիտի հեռանա, նաեւ խոսքը Արշակ Խաչատրյանի մասին է, այդ ընդվզումը նաեւ առաջացել է նրանից, որ Արշակ Խաչատրյանին են ուզեցել կարգալույց անել, իսկ կաթողիկոսը ընդվզել է, ասել է, որ եթե նա գնա, եկեղեցին կկործանվի։ Մյուս կողմից տեսնում ենք վարչապետը, որ գնում է պատարակների ամեն կիրակի, որտեղ չի հնչում կաթողիկոսի անունը, բայց ամեն դեպքում կաթողիկոսն տեսնում ենք անկոտրում է։ Երեկ Արշակ Խաչատրյանն էլ հայտարարեց, որ չի պատրաստվում հեռանալ, Գալստամյանը, Աջապահյանը բանտից, կալանավայրից դիմելով Գարեգին Բ-ին ասել են, որ պիտի 10 եպիսկոպոսներին կարգալույց անել։ Հիմա իրավիճակի հանգուցալուծումը դուք տեսնում եք կամ պատկերացնում եք, երբ տեսնում ենք, որ երկու կողմից էլ կարծես թե ոչ ոք չի պատրաստվում հետ քայլ անել։ Տեսեք, հետ քայլերի մասին մենք որևէ կերպ չենք պատրաստվում հետ քայլ անել ճշմարտությունից։ Կա ճշմարտություն, եւ ճշմարտությունը հետեւյալն է։ Կտրիչ Ներսիսյանը խախտել է կուսակրոնության ուխտը, Արշակ Խաչատրյանը արդեն ըստ էության քննչական կոմիտեի հաստատած ուրեմն տեղեկատվության համաձայն խախտել է կուսակրոնության ուխտը։ Ինչից պետք է հետ քայլ անի որևէ մեկը։ Այստեղ խոսքը քաղաքականության մասին էլ չի։ Ես հիմա ուզում եմ քաղաքական գործընթացները լրիվ դնեմ մի կողմ, դուրս գանք, այս քաղաքական, այսպես ասած, կերպարանքից եւ որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդներ, ինչպիսին պիտի լինի վերաբերմունքը յուրաքանչյուրիս, երբ որ մեր ուրեմն սրբության սրբոցը պղծվում է մարդկանց կողմից, ովքեր այն ուրեմն գրավել են, զավթել են 1999 թվականի հոկտեմբերի 27-ին։ Այսինքն ամեն բան առավել քան պարզ է։ Մինչև հեղափոխությունը եւ մինչև այս խոսույթը, երբ որ սկսվեց, այս ճշմարտությունները, երբ որ սկսեցին բարձրաձայնվել, բոլորն էլ տարբեր պատմություններ էին պատմում ամենատարբեր եկեղեցականների մասին, եկեղեցում տիրող շատ վատ բարքերի մասին, հատկապես Կտրիչ Ներսիսյանի մասին։ Բայց հիմա ահա Պանդորայի արկղը, այսպես ասած, բացվել է եւ ձեր հարցադրումը առայն, որ process-ներն ինչ կերպով կզարգանան, ինչ հանգուցալուծում կլինի, իրավիճակն ինչպես կզարգանա, պետք է մենք հիշենք, թե ամենասկիզբը ինչից սկսվեց, այսպես ասած, սկանդալային որոշակի գրառումից, սկանդալային տեղեկատվություններից եւ այլնից հետո մենք տեսանք, որ արդեն, այսպես ասած, սառույցը կոտրվում է եւ այն բարքերը, որոնք ներդրված են եկեղեցու ներսում, ավտորիտարական, այս ռեժիմը, որը որ գոյություն ունի, միմյանց վրա կոմպրոմատներ հավաքելով, բոլորին լռեցնել եւ ծառայեցնել ուրեմն կտրիչի իշխանությանը, այս ամենը փլվում է, քանդվում է, որովհետեւ մենք տեսնում ենք, որ եկեղեցու ներսում Փառք Աստծո շատ են ուրեմն հոգեվորականները, որոնք եկեղեցու կողքին են եւ ուրեմն ճշմարտության կողքին են, եկեղեցական կանոնագրքերի ուրեմն տրամաբանությամբ են իրենց կյանքն ու գործունեությունը կառուցում եւ ես վստահ եմ, որ ուրեմն Կտրիչ Ներսիսյանը իրեն շրջապատող եւ իրեն աջակցող մյուս սրբապիղծ ուրեմն հոգեվորականների հետ պետքա լքի ուրեմն եկեղեցական շարքերը, պետքա լքի եկեղեցին եւ թույլ տան, որպեսզի եկեղեցու կողքը կանգնած հոգեվորականները իրապես նորոգեն եկեղեցին ժողովրդի հետ միասին։ Պարոն Հովհաննիսյան, տեսեք, 10 եպիսկոպոսների վարչապետի հետ հայտնի հանդիպումից հետո ռադիկալ ընդդիմությունը, ինչու՞ չէ, մեդիան սկսեց թիրախավորել այդ եպիսկոպոսներին եւ նաեւ հատկապես թիրախում էր հայտնվել Կճոյանը, թե ում միջոցով եք փորձում նորոգել եկեղեցին։ Նաև վարչապետի եւ Կճոյանի ողջագուրվել է, գիտեք, շատ այսպես էլի սուր ընկալվեց ու այսպես շարունակ։ Հիմա ինչի մասին է խոսում նաև ընդդիմությունը, իրենք էլ են աղաղակում, որ այդ մասով էլ խնդիր կա։ Նախ ընդդիմության այս դիտարկումները եւ խոսույթը հարցակում եկեղեցու վրա կամ մի քիչ այլ որակումներ ընդհանրապես ընդդիմությունը իրականությունից կտրված թեզեր է առաջ տանում։ Մենք որևէ մեկի միջոցով չենք ուզում ինչ-որ մի բան անել։ Մենք շատ կոնկրետ բան ենք ասում ենք Կտրիչը եւ Արշակը խախտել են իրենց կուսակրոնության ուխտը եւ պետք է հեռանան եկեղեցուց։ Այստեղ ինչ-որ մեկի անունը ես տվեցի, ով պետքա գա, ոչ, մենք ընդհանրապես բոլոր այն հոգեվորականները, որոնք կանգնած են եկեղեցու կողքին,
ուրեմն մենք էլ կանգնած ենք իրենց կողքին հանուն հայ առաքելական եկեղեցու նորոգման։ Եվ այստեղ կներեք էլի կլինի Արշակ Խաչատրյան, կլինի Կտրիչ Ներսիսյան, այսինքն ժողովրդին հնարավոր չի ներողություն էշի տեղ դնել, որովհետև մարդիկ կադրեր են տեսել, մարդիկ այդ կադրերից հետո տեսել են մեկնաբանությունները դրա վերաբերյալ, որը ես ցինիզմից բացի ավելի նորմալ բառով չեմ կարող բնութագրեմ, հատկապես որ ԿՊ-ում էթիկայի կանոնագիրք ենք ընդունել։ Այսինքն որ ձեռ առնեն մարդկանց։ Բոլորը գիտեն, որ Կտրիչ Ներսիսյանը զավակ ունի։ Բոլորը գիտեն, որ Արշակ Խաչատրյանը խախտել է կուսակրոնության ուխտը։ Բոլորը անխտիր բոլորը, տենց մեկը չկա։ Այդ նույն ընդդիմադիրներն էլ գիտեն շատ լավ, էլ ընդդիմադիրներն ավելի շատ բան գիտեն, քան մենք, վստահաբար, իրար ընկերներ են բոլորը։ Եվ այս իրականության մեջ այլ բան, քան հեռանալ մայրաթորից չի մնում Կտրիչ Ներսիսյանին իր ուրեմն շրջապատի սրբապիղծ այլ հոգևորականների հետ։ Այստեղ ժամանակի հարց է եւ ձևի հարցն է։ Ես հույս ունեմ, որ Կտրիչ Ներսիսյանը դեռևս ողջախոհություն ունի իր շրջապատի հետ միասին եւ չի պատրաստվում մինչեւ վերջ խայտարակվել, եթե սա վերջը չի արդեն։ Բայց ամեն դեպքում ում կամ ինչի է սպասում, հատկապես այս եպիսկոպոսների հայտնի հայտարարությունից հետո, այն դեպքում, երբ արդեն ներսից հստակ պահանջ կա։ Դե ես կարծում եմ էլի որոշակի մարդը 30 տարի է այդ կառույցում տարբեր ազդեցության լծակներ ա ձևավորել, բնավ ոչ եկեղեցական կանոնակարգերին համաձայն, ավելի շատ մաֆիոզ կանոնակարգերին համաձայն, եւ ես կարծում եմ այդ լծակները դեռևս օգտագործելով կարողանում է ուրեմն մնալ դեռևս այդ դիրքում, բայց ես հույս ունեմ եւ իմ աջակցությունն եմ հայտնում բոլոր հոգեվորականներին, ովքեր կանգնած են եկեղեցու կողքին, ես հույս ունեմ, որ այդ հոգեվորականները իրենց խոսքը մինչեւ վերջ առաջ կտանեն եւ կհասնեն ուրեմն Մայրաթորի հայ առաքելական եկեղեցու նորոգման։ Պարոն Հովհաննիսյան, մեկ այլ հետաքրքիր երևույթ էլ կա։ Տեսեք, եպիսկոպոսների հանդիպումը վարչապետի հետ այսպես շատ սուր ընկալվեց եւ եպիսկոպոսները միանգամից հայտնվեցին ուշադրության կենտրոնում եւ թիրախում, ինչպես ասացի, ընդդիմադիրների, նաեւ մեդիայի, բայց նրանց նաեւ խուդավորակեցին, ինչպես սովորաբար դա անում են, բայց օրինակ նույն Եզրած Ներսիսյանի Վլադիմիր Պուտինի ձեռքից այդ շքանշան ընդունելը որևէ կերպ ոչ մեկնաբանվեց, ոչ որևէ արձագանք եղավ դրան, այսինքն Վլադիմիր Պուտինի հետ հանդիպելը ավելի պատվաբեր է այդ շքանշաններ ստանալը, քան երկրի ղեկավար Նիկոլ Փաշինյանի, եթե այսպես դիտարկենք հարցը։ Ինչու է մի դեպքում ու դա։ Դիտարկենք հարցը այն կոնտեքստում, որ ձեր թվարկած շրջանակի մարդկանց մեծ մասը ուղղակի եւ անուղղակի կերպով արտաքին ազդեցության գործակալներ են, այդ թվում նաեւ բարձրաստիճան հոգեվորականները Կտրիչ Ներսիսյանի գլխավորությամբ, ձեր ասածը տրամաբանական է, լրիվ տրամաբանական է։ Ես ուզում եմ հիշեցնել, որ մենք երբ որ խոսում ենք հիմա հոգեվորականների որոշակի շրջանակի մասին, նրանք շատ կոնկրետ քաղաքական խմբի անդամ են։ Կտրիչ Ներսիսյանը իր շրջապատի հոգեվորականները, որոնք սրբապիղծ են, աջակցում են Ռոբերտ Քոչարյանին, ով հայրմերը չգիտի եւ հայերեն գրել էլ չգիտի։ Եվ ես կարծում եմ այս նկարագրությունն ամբողջությամբ ամփոփում է այդ շրջանակի ուրեմն նկարագիրը եւ հավատարմությունը շատ կոնկրետ ուժերին եւ ուրեմն հակասությունները Հայաստանի Հանրապետության պետականության հետ առհասարակ, որովհետեւ ըստ էության մենք հիմա խոսում ենք եկեղեցու նորոգման մասին խոսելիս, մենք խոսում ենք մեր պետականության ամրացման մասին, որովհետեւ մենք ասում ենք, որ հայ առաքելական եկեղեցին մեր պետության հիմնասյուներից է, մեր ժողովրդի ուրեմն հիմնասյուներից մեկն է։ Եվ այն չի կարող լծված լինել սրբապիղծներով, այն պետքա ուղիղ ուրեմն հաղորդակից լինի ժողովրդի հետ եւ հոգեվոր իշխանությունն էլ պետքա բխի ժողովրդից, ինչպես քաղաքական իշխանությունն է բխում ժողովրդից, այնպես էլ հոգեվոր իշխանությունը պետքա բխի ժողովրդից։ Առհասարակ Հայաստանի Հանրապետությունում ամեն ինչ պետքա բխի ժողովրդից, որովհետեւ սա ժողովրդի պետությունն է, սա Կտրիչի պետությունը չի, այդ հոգեվորականների պետությունը չի, մեր պետությունն էլ չի, սա ժողովրդի պետությունն է, մեր բոլորի պետությունն է, ովքեր որ հավատարիմ են Հայաստանի Հանրապետության պետությանը, սահմանադրությանը, նրա սիմվոլներին եւ այո հայ առաքելական եկեղեցուն նաեւ։ Եվ հիմա հայ առաքելական եկեղեցին պետք է նորոգվի։ Դրա համար կա մեկ ուրեմն անելիք։ Սրբապիղծները պետք է հեռանան, որոնց անունները հայտնի են, հրապարակային են, փաստեր կան նրանց սրբապղծության դեպքերի վերաբերյալ, փաստական հանգամանքներ։ Եվ կան նաև, ելի եմ ասում, Փառք Աստծո, բազմաթիվ հոգևորականներ, որոնք կանգնած են ճշմարտության եւ եկեղեցու կողքին։
Պարոն Հովհաննիսյան, միգուցե ասածս մի քիչ աբսուրդի ժանրից թվա, բայց օրինակ նաև տեսակետ էր հնչում ընդդիմության կողմից, որ Գարեգին Բ-ն հեռանալուց առաջ այսպես ճանապարհային քարտեզ էին նշում, թե ինչպես են պատկերացնում process-ը եւ ինչ կարող է տեղի ունենալ, ինչպես պիտի գնա առհասարակ պիտի գնա թե չէ, եւ տարբերակներից մեկը ասում էին պիտի կաթողիկոսական աթոռը փոխանցի այդ գահը Աջապահյանին նոր հեռանա, որպեսզի կարողանան իրավիճակը փրկել։ Ինչի՞ց են փրկում իրավիճակը, ումից են պաշտպանում եկեղեցին։ Ոչ թե իրավիճակն են փրկում իրենք, այլ ստեղծված իրավիճակից փորձում են փրկվել, բայց այդ մտայնությունները, սցենարները, որ ընդդիմության եւ ուրեմն սրբապիղծ հոգեվորականների համատեղ ջանքերով քննարկվում է, էլի աբսուրդի ժանրից է, ինչպես որ ընդդիմության ըստ էության բոլոր հնարավոր թեզերը, որոնք հնչում են, իրականության հետ կապ չունեցող իրավիճակը, նախ եկեք ֆիքսենք, որ Աջապահյանը դատական ակտով դատապարտվել է, ուրեմն պետությունը զավթելու, ուրեմն հեղաշրջում իրականացնելու, զինված հեղաշրջում իրականացնելու կոչերի համար, Վազգեն Գալստանյանն էլ դատվում է ահաբեկչություն կազմակերպելու համար։ Եվ էս էլ է ախր նկարագրում, թե ում հետ մենք գործ, մարդիկ ուզում են մի քանի սրբապիղծ հոգևորականներով որոշել են կամ մտածում են կամ մտքների ծերով անցնում է Մայր աթոռի, հա, գահը փոխանցել ուրեմն ահաբեկչության գործով անցնող եւ ուրեմն զինված հեղաշրջման կոչ անելու հոդվածով արդեն իսկ դատված մարդկանցից որևէ մեկին նախ Մայր աթոռը կտրիչինը չի եւ որևէ մեկինը չի Մայր աթոռը մեր սրբության սրբոցն է եւ հայ առաքելական եկեղեցու հետևորդներինն է եւ հայ ժողովրդինն է եկեղեցին ժողովուրդն է այս ընկալումը մեր հոգևորականները նշածս հոգևորականները, որոնք բնավ հոգևորական չեն, այլևս այս ընկալումը նրանք չունեն եւ չունեն, ինչպես 99 թվականին Հայաստան եկած իշխանությունները չունեին կապ ժողովրդի հետ, այդպես էլ 99 թվականի հոկտեմբերի 27-ով եկած կաթողիկոսը կապ չունի ժողովրդի հետ եւ պետքա գնա։ Եվ պարոն Հովհաննիսյան, շատ է խոսվում այն մասին, որ օրինակ նույն Գալստանյանը, Աջապահյանը ուղիղ ներգրավել են քաղաքականության մեջ իրենց հայտարարություններով, գործողություններով։ Մենք Գյումրիում տեսանք օրինակը, Վաղարշապատում, թե ինչպես էին նաև ընտրություններից առաջ իրենց կոչերով փորձում ուղղորդել ընտրազանգվածին, որ իրենց բառերով ասեմ, այս խունտայից ազատվելու համար ընտրեք յուրաքանչյուր ընդդիմադիր ուժի, բայց ոչ քաղաքացիական պայմանագրին ու այսպես շարունակ։ Այս համատեքստում ինչ սպասել 2026 թվականին արդյոք այդ մասնակցությունը եւ ներգրավվածությունը կլինի եւ նաեւ քիչ չեն կոչերը, որ նրանք պիտի ուղիղ իրենց դեմքով մտնեն քաղաքականություն եւ ընտրապայքարի մեջ այդ առումով չեք վախենում, որ կարող են որպես քաղաքական գործիչ հաջողել եւ անգամ հաղթել։ Դե վախերը չէ, բայց ես էլ եմ ի սկզբանե հետ եմ ասել, ասեմ Ժողովուրդ ջան, եթե դուք քաղաքական գործընթացների մեջ եք մտնում, դուրս եկեք ձեր եկեղեցական համազգեստից, մի կողմ դրեք ձեր վեղարները, մի բղծեք եկեղեցին, որտեվ եկեղեցականը չպետք է զբաղվի քաղաքականությամբ եւ բոլորն էլ իրենց զավակներն են անկախ քաղաքական հայացքներից եւ որպես եկեղեցական եւ առհասարակ բարձրաստիճան հոգեվորական դու ոնց ես հրապարակային կոչերով քո զավակների մի խմբին փորձում տրամադրել քո զավակների մյուս խմբի դեմ Էս էլ ախր խոսում, որ այս մարդիկ ընդհանրապես եկեղեցական կարգերի, քրիստոնեության հետ, մարդասիրության հետ առասարակ կապ չունեցող մարդիկ են։ Թե ինչ կանեն, ում կաջակցեն, ում չեն աջակցի, ամեն բան շատ պարզ է, ինչի նոր պետք է աջակցեին։ Խի կտրիչը չէր 21 թվականին կոչ անում, որ մեծ ձայն չտան, վարչապետին չընտրեն։ Եվ հենց էս էլ է նկարագրում էլի կտրիչին։ Ամենայն հայոց կաթողիկոս, որը կոչ է անում իր հոտին չընտրել Նիկոլ Փաշինյանին եւ Նիկոլ Փաշինյանը ստանում է ժողովրդի մեծամասնության քվեն։ Սա ուղիղ հաղորդագրություն էր կտրիչին, որ կտրիչ ջան հեռացիր, որովհետեւ ժողովուրդը ոչ քո ասածն է անցալում, ընդունում եւ ոչ էլ քեզ է ընդունում։ Եվ այս ամեն ինչից հետո ես չեմ կարծում, որ որևէ եկեղեցական անգամ եթե դուրս գա եկեղեցուց եւ մտնի քաղաքականություն, որևէ բանով կկարողանա օգնել արդեն իսկ ջախջախված եւ ոչի մի ասելիք չունեցող ընդդիմությանը եւ կկարողանա աջակցություն ստանալ Հայաստանի Հանրապետությունում մի օրակարգի, որը միութենական պետություն երկիրը տանելու մասին է, որովհետեւ եկեք արձանագրենք, որ բարձրաստիճան հոգեվորականների մեր թվարկած խումբը, որոնք սրբապիղծ են, շատ գործուն
կերպով աջակցում են Ռոբերտ Քոչարյանի թիմին, ով իր հերթին հրապարակային խոսում է Հայաստանը միութենական պետություն դարձնելու իր ուրեմն առնվազն համաձայնության մասին։ Եվ մենք հասկանում ենք, որ գործ ունենք նույն քաղաքական թիմի հետ։ Հիմա իրենց վերջին, այսպես ասած, գործիքներ մնացել, եկեղեցին են փորձում հիմա դարձնել գործիք, չի ստացվելու եկեղեցին դարձնել գործիք, մի քանի հոգևորականների ստացվել է դարձնել գործիք, բայց այդ գործիքները պետքա ուրեմն դուրս գան եկեղեցուց։ Պարոն Հովհաննիսյան, բազմիցս հնչել է այդ տեսակետը, որ հիբրիդային պատերազմի տրամաբանության մեջ, հատկապես Ռուսաստանի կողմից վարվող, չասեմ մայրաթոռը որպես կանոն այդպես է ձևակերպվում, բայց բարձրաստիճան որոշ հոգևորականներ դարձել են մարտագլխիկ այդ պայքարում, եւ հիմա ինչ ակնկալել առհասարակ, եթե այս գործընթացը գնա այն հունով, որ Գարեգին Բ-ն հեռանա, կարող են ավելի ծանր փաստեր հայտնվել եւ կարող են իրավական գործընթացներ նաեւ լինել եւ Կտրիշ Ներսիսյանի վերաբերյալ Ես չեմ կարող այդ հարցին պատասխանել, ես նման տեղեկատվության ոչ կարող եմ տիրապետել, ոչ էլ պետք է տիրապետեմ։ Իսկ այդ տեսակետը կիսում եք, որ իրենք ամեն դեպքում ներգրավել են հիբրիդային պատերազմի մեջ եւ այլ երկրի կողմից իրենք հիմնական գործիքակազմն են դրա եւ ես քիչ առաջ խոսեցի 21 թվականի կոչերի մասին Կտրիշ Ներսիսյանի կողմից, դա էլ էր այդ թվին պատկանում։ Ուրեմն Տավուշի շարժում չէ, սկսվեց Բագրատ Գալստանյանի կամ Վազգեն Գալստանյանի գլխավորությամբ։ Ինչի մասին էր այդ շարժումը։ Պարզվեց, որ մի բանի մասին էր, որ իրականության մեջ գոյություն չուներ, այսինքն հիբրիդային պատերազմ էր, սա շատ ուղիղ կերպով մարդիկ հորինել էին կեղծ թեզեր եւ փորձում էին այս թեզերի վրա գեներացնել մարդկանց ուրեմն զայրույթը, հա, էմոցիաների վրա փորձեն խաղալ։ Հետո մի որոշ ժամանակ անց ամեն ինչ պարզվեց։ Հիմա առավել քան պարզ է, որ Կտրիշ Ներսիսյանը, Արշակ Խաչատրյանը, նրանց հետ փոխկապակցված մի շարք ուրեմն բարձրաստիճան հոգևորականներ սպասարկում են արտաքին քաղաքական արտաքին քաղաքական օրակարգ եւ այդ օրակարգի ուրեմն վերջնակետը Հայաստանը միութենական պետությանը միացնել։ Ես ճիշտ եմ հասկանում, որ ամեն դեպքում գնալը այլընտրանք չունի։ Գարեգին Բ-ի գնալու մասին։ Գարեգին Բ չկա, կա Կտրիչ Ներսիսյան, քաղաքացի Կտրիչ Ներսիսյան, ով պետք է հեռանա մայրաթոռից օր առաջ, ժամ առաջ, առաջին հերթին իր համար, որովհետև ելի եմ կրկնում, չեմ կարծում, որ պետքա Հայաստանի Հանրապետության Հայ Առաքելական եկեղեցու կաթողիկոսի պաշտոնը զբաղեցրած մարդը 3 տասնամյակ մինչև վերջ խայտարակվի։ Դա առնվազն կարծում եմ մեր բոլորի արժանապատվության հարցն է նաև, եւ եթե Կտրիշ Ներսիսյանը ունի դեռ արժանապատվություն, օր առաջ պետքա հեռանա։